Ողջույն, մենք եռագլուխ չենք, մենք 500,000 գլուխ ենք։ Սամվել Կարապետյանի այս արտահայտությունը թերևս շատ ավելին է բացահայտում, քան կարող էր թվալ առաջին հայացքից։ Այն բացահայտում է մարդու եւ հասարակության նկատմամբ վերաբերմունք։ Ոմանք գուցե փորձեն սա ներկայացնել որպես լեզվի սայթակում, անզգույշ ընտրված բառ կամ պահի ազդեցությամբ արված արտահայտություն, սակայն խնդիրը մեկ բառը չէ։ Խնդիրը մտածողությունն է, որը թաքնված է այդ բառի հետևում։ Պատահական չէ, որ մարդիկ գլուխ են դառնում հատկապես այն քաղաքական մշակույթում, որտեղ ընտրողին փորձում են գրավել ոչ թե գաղափարներով ու ծրագրերով, այլ փողով, նվերներով, ծառայություններով եւ տարբեր կախվածություններով։ Երբ մարդուն դիտարկում ես որպես մեկին, ում կարելի է գնել, նա քո աչքում աստիճանաբար դադարում է լինել քաղաքացի եւ վերածվում է հաշվառվող միավորի, դառնում է գլխաքանակ։ Երբ ընտրողին փորձում են համոզել գաղափարներով, նա քաղաքացի է, երբ նրան փորձում են համոզել ընտրակաշառքով, նա վերածվում է գլխի։ Այդպիսի քաղաքական մտածողության մեջ մարդը այլևս անհատ չէ իր արժանապատվությամբ, համոզմունքներով ու ազատ կամքով։ Նա պարզապես թիվ է, որը պետք է գումարել ընդհանուր հաշվեկշռին։ Հենց այդ պատճառով 500,000 գլուխ արտահայտությունը դժվար է համարել պատահական վրիպում։ Այն ավելի շատ հիշեցնում է իրական վերաբերմունքի ակամա արտահայտում, այն մտածողության արտահայտումն է, որտեղ մարդիկ նախ եւ առաջ դիտվում են որպես հավաքագրված զանգված, որպես ռեսուրս, որպես քվեների պաշար։ Ժողովրդավարական հասարակությունում մարդիկ քաղաքացիներ են, նրանք ունեն իրավունքներ, արժանապատվություն, սեփական կարծիք եւ ազատ կամք։ Քաղաքական գործիչները նրանց վստահությունը պետք է վաստակեն ծրագրերով, գաղափարներով եւ կատարած աշխատանքով, այլ ոչ թե դրամապանակով։ Հայաստանի քաղաքացիները գլուխներ չեն, նրանք մարդիկ են, ընտրողներ են, քաղաքացիներ են, եւ որքան էլ որոշները փորձեն քաղաքացիներին դիտարկել որպես գլխաքանակ, իրականությունը մնում է անփոփոխ։ Քաղաքացին հաշվառման ենթակա միավոր չէ, այլ ազատ կամքով մարդ, որը ինքն է որոշում, թե ում վստահել պետության ղեկը եւ երկրի ապագան։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։